Որթվոյ ոգվույն սրբո ամեն Սիրելի հավատացյալներ, սիրելի Իրաքահայ ժողովուրդ, հատկապես 2003 թվականին աստին բոլոր իրաքցիները, ինչպես նաև իրաքահայերը, գաբրին արհավալից ժամանակներ, բոլորիդ և բոլորիս ձանոտ պայմաններու փերումով։ Հետևաբար դոնագադարություններ և դոնախմբություններ գուքան հոգևոր սփոփանք բերելու մեզի, ինչպես նաև ներշնչելու մեր էությունը։ Եվ եթե այդ դոնագադարությունը գաբ ունենա մեր Տիրոջ Հիսուս Քրիստոսի հետ, առավել ևս կներշնչվենք մենք իբրև անհատներ և իբրև ազգություն։ Նման դոնախմբությունը պիտի ապրենք և գաբրենք այս օրերուն գաբ ունի մեր Տիրոջ Հիսուս Քրիստոսի ծննդյան հետ։ Դոնեցինք նոր տարին 2010 թվականի և ահավասիկ այսօր գաբրենք Սուրբ ծնունդը մեր Տիրոջ Հիսուսի Քրիստոսի և այդ ծննդյան ավետիսը, թե Քրիստոս ծնավ և հայտնեցավ, որուն պատասխանը պետք է լա օրհնյալ է հայտնությունն Քրիստոսի։ Եկեղեցու հայրերեն Եփրեմ խուրին գսե որ հովիվները առաջինները գլան, որոնք ականատես կհանդիսանան քարնուկիմը ծննդյան և հետևաբար գուզե Սուրբը զուգահեռ մնել Քրիստոսի ծննդյան և այդ քարնուկիմը ծննդյան, զի Քրիստոս պիտի հանդիսանար այն քարնուկը, Աստուծո քարը, որ գուքար աշխարհ վերցնելու մեր մեղքերը և ամոքելու մեր ցավերը և հետևաբար փրկելու մեզ մեր դարաբանքներեն հոգևոր։ Ուրեմն երևեցավ երկնքի զվարթունները հովիվներուն և ավետեցին մեր Տիրոջ Հիսուս Քրիստոսի ծնունդը երգելով փառք ի բարձունս Աստուծո, հերգիր խաղաղություն և իմարդիկ հաճություն, և հովիվները առաջինները եղան, որոնք ունկնդրեցին այդ աշխարհասասան ավետիսը։ Ու մենք 2000 տարիներ շարունակապար, որպես Հայաստանի այս առաքելական եկեղեցի, այդ ավետիսը կփաշխենք մեր հավատավոր ժողովրդին Սուրբ Պատարագի մատուցմամբ, ինչպես քիչ առաջ մեր ժողովրդի զավակներեն շատերը մասնակցեցան ծննդյան պատարագին և ունկնդրեցին այդ ավետիսը։ Ահավասիկ նույն այդ ավետիսով գողջունենք ձեզի սիրելի զավակներ մեր, որ գաբրիք Տիգրիսի և Եփրատի ափերուն վրա։ Թող Աստված ձեզի պահե անվտանգ ու անփորձանք, ձեր զավակները և անոնց բարակաները հաջողությամբ բսակե իրենց գործերուն մեջ։ Եվ մենք հույսով ենք, որ խաղաղության աղավնին շուտով գուզենք հավատալ, պիտի սավառնի արմավիներու այս երկնակամարին վրա, որով ամուր կենանք մեր հավատքին մեջ, ուշադիր լանք, բայց չվախնանք, որովհետև եթե վախը արմատն է մեր հոգիներուն մեջ, այդ ժամանակ պիտի գազմալուծվենք և պիտի չկարողանանք մեր ընթացքը շարունակել իբրև հավատացյալներ և հավատավոր ժողովուրդ։ Թող Սուրբ Ծննդյան ավետիսով մեր երկրին վրա խաղաղությունը լա
հաջություն իրարու միջև եւ Աստուծո օրհնությունը բոլորիդ երգիր խաղաղություն եւ իմարթիկ հաջություն երբ փառքի բարձունս երկրի երկինքին մեջ ամեն ցեզ եւ մեզ մեծավետիս Քրիստոս ծնավ եւ հայտնեցավ շնորհավոր նոր դարի ամեն